Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Փաշինյան, քարոզարշավի շրջանակում մի զազրելի խոսույթ է ՔՊ-ի կողմից, մասնավորապես ձեր եւ Սուրեն Պապիկյանի ներմուծվել քարոզարշավի։ Այն քաղաքացիները, ովքեր ձեզ քննադատում են եւ ծառայել են, ասում եք, ինչու չեք զոհվել։ Շատերը ձեզ դատապարտում են հենց այդ խոսույթի համար, ինչը կրկնեց նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրամբյորից։ Նույն քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչու դուք չեք զոհվել, Սուրեն Պապիկյանը չի զոհվել, ինչու քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր չի զոհվել, օրինակ ինչու չի ծառայել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին, Անդրանիկ Քոչարյանի որդին, եւ հայրը նրան անվանում է բարձրակարգ տղա, դրա համար չի ծառայել։ Ինչու չի զոհվել նա։ Լավ, Սասուն Միքայելյանը ինչու չի զոհվել։ Այս խոսույթը որքանով է ընկալելի եւ ընդունելի, եւ ի վերջո իսկապես ինչու որևէ մեկը չի զոհվել։ Զորահանդեսի կազմակերպումը շատերը կապում են, ձեր ընդդիմախոսները կապում են քաղաքական քարոզարշավի հետ, քանի որ վերջին անգամ զորահանդես տեղի է ունեցել 2016 թվականին եւ 10 տարի անց հենց ընտրություններից 10 օր առաջ կազմակերպելը առնվազն քաղաքական նպատակ է հետապնդում, ինչպես սրան կարծեկանքի եք, շնորհակալ եմ։ Սասուն Միքայելյանը վիրավորվել է եւ օրինակ երեկվա հանրահավաքի ժամանակ ինքը ժամանակ առ ժամանակ ստիպված էր բեմից իջնել, որովհետեւ չէր կարող կանգնել բեմին, նա ծանր վիրավորում ստացել պատերազմի ընթացքում։ Ինչ վերաբերում է խոսույթին, այդ խոսույթը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի պսևդո էլիտային եւ նրանց հարակից շրջանակներին, եւ դա ճիշտ խոսույթ է, որովհետեւ նրանք քիչ չի փախել են, բառից բուն իմաստով փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին եւ նրա Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, եւ ես ասել եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք որպես այդպեսին իրավունք չունեն։ Եվ այո, այդ մարդիկ պետք է պարզաբանեն, հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են Հայաստանում, ասում են Ղարաբաղի հարցը եւ այլն, ինչ որ բաներ են պատմում, հարց, իրանք որտեղ են եղել։ Իրանք բացի փախնելուց ուրիշ ինչով է զբաղվել։ Ոչ մի բանով։ Եվ այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել եւ չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի բaragայում չզոհվեն։ Ես էլի ասում եմ, որ իմ որդու մոտ արկից խրամատից իր հետ ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում եւ դա դարձել է շատ բաների առարկա, շատ քննարկումների առարկա։ Այդ Ղարաբաղի պսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու եկել են էլի Հայաստան ուզում են ներքաշեն կոնֆլիկտի մեջ, այո, իրանք պետք է պարզաբանեն։ Էլի ասում եմ, խոսքը վերաբերվում է այդ թվում Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում շարունակել պահել։ Եվ ես երեք էլ ասացի, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահելը ունեցել է մի նպատակ։ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը մեղրիով միջանցք ստանալուց հետո։ Մեղրիով միջանցք տալուց հետո։ Մենք այդ բոլոր պլանները ձախողել ենք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Մեղրին եւ Սյունիքը հանձնելու պլան ա եղել, որը հրապարակված է։ Մենք այդ դուք ձեր հարցը չեք ավարտել։ Ինչքան է պետք ասեք ավարտեք, ես կպատասխանեմ։ Ավարտեք ձեր հարցը։ Վստահ եք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Սյունիքը եւ Մեղրին հանձնելու պլան ա եղել։ Այդ պլանի իրագործման համար ա տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը եւ ես հպարտ եմ, որ այդ պլանը խափանել է։ Եվ այո, Ղարաբաղի պսևդոէլիտայի բոլոր ներկայացուցիչները պետք է պարզաբանեն, թե ինչու իրանք չեն զոհվել, ինչու առաջնագծում չեն եղել, ինչու են փախել։ Այո, ես նրանք անվանում եմ փախածներ, եւ այդ մարդկանց կոնկրետ ցուցակը կա։ Եվ հետո ես կարծում եմ, որ մենք առաջիկան պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի։
Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողում տնավորվեն։ Մենք պլանավորել ենք առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որ այդ ժողովուրդը վերջո տնավորվեն, հանդարտվեն, հանգստանան, պանդուխտի եւ գաղթականի հոգեբանությունից դուրս գան, բայց այդ փոքր փախած պսևդոէլիտա չի ուզում հանգիստ տալ ժողովրդին։ Հետևաբար այդ պսևդոէլիտայի գործունեությունը պետքա զրոյացվի, որպեսզի հանգիստ թողեն։ Իրանք Ղարաբաղում մարդկանց պատանդ են պահել չի, հիմա էլ Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ուզում են Հայաստանում պատանդ պահել։ Չի լինելու այդպիսի բան, չի լինելու այդպիսի բան։ Եվ նրանք այո պիտի պարզաբանվեն եւ այդ թվում ապօրինի գույքի բռնագացման համակարգով հատ-հատ այդ տասնյակ եւ հարյուրավոր տները ձեռներից առնելու ենք, հատ-հատ։ Եվ առաջիկայում դա անպայման տեղի է ունենալու եւ ես այդ թվում դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդից միջավայրից, Ղարաբաղի ժողովրդից։ Եվ այդ պսևդոէլիտայի ներկայացուցիչները Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի առաջ դեռ պետքա պատասխան